Երևանի սրտում Ամիրյան փողոցում մայթերի վերակառուցման աշխատանքներից հետո ինչը նախաձեռնել էր էլի Երևանի քաղաքապետարանը, կենտրոն վարչական շրջանը, տեսնում եք քարից մայթեր են հավաքված, այստեղ արկային կենսունակության ավարտին մոտ գտնվող չոր, փտած, բազմաթիվ հիվանդություններ, սնամեջ եւ տապալման վտանգ ունեցող ծառատեսակներ ստուգվելով համապատասխան սարքերով հեռացվեցին, բավականին հատված թողել ենք ծառերը մնացել են, որոնք որ դեռ կենսունակ են եւ կարող է մի քանի տարի գոյատևել եւ հիմա ի ուրախություն բոլորիս Ամիրյան փողոցում տնկվում է կատալպա տեսակի ծառատեսակ խուսափելու համար մանիպուլյացիաներից կա կատալպա գնդաձև, որոնք տնկվել են Մելիք Ադամյանում, սա կատալպա սովորականն է, տնկվող ծառերը 10 տարեկան հասուն կայացած ծառեր են, որոնք հենց այս տարի կտան իրենց սաղարթները եւ իհարկե տարից տարի այն կավելացնել հասնելով 15-ից մինչեւ 20 մետր բարձրությամբ։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ֆիզիկայի բանավան կոչվող կամ ֆիզգարադոկ կոչվող հատվածում վերահիմնվում է գեղեցիկ այգի։ Աշխատանքները մեկնարկել էին դեռևս 1 տարի առաջ, վարչական շրջանի աշխատակազմի կողմից տեղադրվել են այս գեղեցիկ նստարանները, աղբամանները, ինչպես նաև օժանդակություն է ցուցաբերվել քանդման աշխատանքներին, հենց կոնկրետ իմ ետնամասում գտնվող շենքի սեփականատիրոջ կողմից իրականացվել են նաև աշխատանքներ բորջուրների վերափոխման եւ ջեմուղիների ստեղծման։ Այնուհետև գործի անցել իհարկե կանաչապատման հողակը արդեն տարածք է տեղափոխվել 300 բեռնատար սևահող, տարածքից դուրս է բերվել 300 բեռնատար մոտ աղբ, իրականացվել են սանիտարական էտումներ, հողի հարստացման աշխատանքներ, որովհետև ամբողջովին հողը դեգրադացված է եւ ինչպես միշտ անցկացվել է ոռոգման համակարգ։ Տարածքը մոտավոր հաշվարկներով կազմում է 1.3 հեկտար, այստեղ նույնպես Երևան քաղաքը ոչինչ չի խնայել, տնկվում է 220 արժեքավոր եւ գեղազարդ հասուն 10 տարեկան եւ ավելի ծառատեսակներ, ինչպես նաեւ 1500-ից ավել թփեր, այդ թվում մշտադալար թփեր։